Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հետո պարոն Ասլանյան, տպավորություններ, որ դա պիտի փուչի կպայթած լիներ արդեն պատերազմից հետո, բայց դուք մնացիք խմբակցությունը։ Որովհետև դեռ հավատում էի։ Ինչին էիք հավատում։ Լավ, 23 Հավատում էի այն խոսքերին, որ ի վերջո ճիշտ սկզբունքներով եկել են մարդիկ, ովքեր այն խոսքերը ինչ ասում են, ինչպես ամեն մարդ դիմացինին մոտավորապես դիմացինին հիմնականում գնահատում է այնպես, ինչպեսին ինքը կա։ Ես հավատում էի, որ իրենք չեն ստում։ Ներողություն 23 թվականի սեպտեմբեր, հեսական հրադառն է պարոն Ասլանյանը։ 23 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախը ամբողջությամբ կորցրեցին, դուք էլ ինչի էիք հավատում, որ մնացել էիք այդ թիմին, պարոն Ասլանյան, 3 պատերազմին մասնակցած մարդ։ Չգիտեմ, բայց ինչ որ ձևով դեռ հույս կար, որովհետև գիտեք ինչ կա, տեսեք հիմա ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը շատ հոյակապ ձևով կարողանում է օգտագործել այն մանիպուլյացիոն գաղափարը, որ եթե ես չլինեմ, կգա Քոչարյանը, իսկ ժողովուրդը Քոչարյանի նկատմամբ մի լրիվ ուրիշ մերժողական մոտեցում ունի։ Եվ գուցե եւ դա է, բայց ասացի քիչ դա պայթելու էր, վաղը եսօր կլներ, վաղը կլներ, հետո կլներ, լինելու էր։ Իսկ ձեր հավատը երբ փլուզվեց, պարոն Ասլանյան։ Մի անգամից չի փլուզվում, հավատը այն ժամանակ փլուզվեց ամեն ինչ, երբ որ ես կարդացի այն նյութերը, որ վարչապետն ուղարկել էր, եւ ես պարոն Կոնջորյանին ասի, որ ես շոկի մեջ եմ։ Ինչ նյութի մասին։ Պարոն Աղազարյանի վերաբերյալ, որտեղ մեղադրվում էր իմ ընկերը, առաջերտին տենց վերցնենք, մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Ես ասացի, որ ես շոկի մեջ եմ։ Պարոն Կոնջարյանն ինձ ասաց, ինչ շոկի մասին է խոսք, ասի, ես այստեղ պետական դավաճանություն չեմ տեսնում։ Ինչ եք դու, վարչապետն է ասել։ Ես էլ ասի կներեք, եկեք այսպիսի մի տարբերակ։ Եկեք ներսում 5-6 հոգանոց մի փոքրիկ խումբ կազմենք, նախ ուսումնասիրենք այդ ամբողջը, համոզված լինենք, որ պարոն Աղազարյանը իսկապես դավաճան է, հետո նոր դա հանրայնացնենք։ Ասացին ոչ, վարչապետն է ուղարկել, վերջացավ գնաց։ Ասի կներեք, ոչ, այդ դեպքում այսպիսի խոսակցություն է եղել։ Ես այդ դեպքում ասացի, ես առաջիկա 1 ամիսը ոչ խմբակցության նիստերին եւ ոչ էլ նախաձեռնող նիստերին չեմ ուզում մասնակցել։ Ասեց ինչու։ Ասի որովհետեւ ես չեմ ուզում, որ խմբակցությունում կամ նախաձեռնող նիստին որևէ մի խոսք գնա եւ դա հասնի Աղազարյանի ականջին, չէ՞։ Հետո դուք ինձ վրա կասկածեք, թե ես եմ հասցրել, ես չեմ ուզում մասնակցել։ Մի րոպե, ասացին չէ, ես էլ հաջորդ օրը գնացի, ասի, որ ես ինքս դադարեցնում եմ իրենց գործունեությունը, վերջ։ Բացատրում, որ իշխանությունը, նույն Ալեն Սիմոնյանը, այսպես մի կողմ թողնելով ընդդիմադիր հիմնական ուժերին, որ շարունակաբար թիրախավորում են, անցել են այսպես պատկառելի տարիք ունեցող նախկին Որովհետև երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռադանեն։ Համոզված եք, որ 2 ամսից համոզված եք, որ ռադեկանան։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ու ես կարծում եմ, որ իսկապես այս անգամ ժողովուրդը պետք է հանուն գնա եւ ոչ թե ընդդեմ։ Եվ որպեսզի այսպես ասած Ալեն Սիմոնյանին հուշկու պատասխան տակ, պատրաստ եք հայտարարել, որ այն թոշակը բարձր, որ ստանալու եք, դա օրինակ ինչ-որ նվիրատվություն կանեք ամեն տարի, որ տպավորություն չստեղծվի, որ դուք հանուն թոշակի պայքարեցիք։ Կներեք, ես նվիրատվություն հիմա էլ եմ միշտ անում, ի տարբերություն շատերի, չեմ նկարահանվում, չեմ ցույց տալիս, բայց իմ նվիրատվությունները այնպես է, որ մարդիկ ուղղակի ստանում են։ Ես անում եմ ամեն հնարավորության
Հիմա էլ եք անում։ Այո, Բայց երբ ընտրությունների օրը հայտնի է դառնում եւ դուք էլ պատրաստ չէ, հիմա իրավունք չունեք։ կոնկրետ հիմա կներեք, նախընտրությունները չեն, եւ հետո եթե ես ասենք ստացել եմ եւ առանց որևէ հետադարձի նպատակով ինչ որ մեկին ենթադրենք մարդը ինձ զգացել եմ, որ մարդը հնարավորություն չունի, որոշակի օգնել եմ։ Օրինակ, հա, չէ, սիրելիներս, ուրեմն որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես դա շահադիտական նպատակով եմ արել։ Բացարձակապես, որովհետև ես հիմա չեմ անում, մի ուրիշ, կներեք, մի ուրիշ բան էլ ասեմ նա, օրինակի համար ես մի անգամ ասի, որ շատ քչերը կարող են այնքան բարեգործություն արած լինեն, ինչքան ես, ասեցին ինչու, ասի որտեվ հաշվեք, 90 թվականից պատերազմը թողնենք միջով մինչև 16 թվականը ես ամեն տարի ինչքան որ ռեպետիտորություն եմ արել իմ ընկերների երեխեքին, իմ հարևաններին, բոլոր ոնց ասեմ, ամեն տարի ամենակիչը մեկից երկու երեխա ես ձրի պարապել եմ, ձրի առանց որևէ նպատակի, եթե այսօր դուք գնաք 8-րդ մասիվ ու դուք տեսնեք, ասենք, արծվից մինչև ներքև այն գազոնների վրա ծառերը, որոնք աճում են, 90-ական թվականների կեսերին ես հավաքելով այդ երեխեքին, իմ ուսանողներին, այդտեղ ծառներ եմ տնկել, դիմաց այգի կա, հսկայական քանակությամբ գործ եմ արել, բայց ես բացարձակապես չեմ հայտարարում, որ ես այսպես արել եմ, որովհետև այն ինչ հայրենիքի համար անում ես, չպետք է ցույց տաս, ուղղակի գլուխդ կախ պետք է անես։ Շնորհակալություն։